Իշխանությունը երբևէ կարող է քննարկման արկադարձնել հավելյալ պահանջները, որ Ադրբեջանը ներկայացնում է, մասնավորապես ադրբեջանցիների այստեղ գալու բնակվելու հետ կապված, որովհետև հետևողականորեն իրեն գործընթաց են անում, վերջերս Ստամբուլում կոնֆերանս իրականացրեցին եւ ինչպես է բացատրում այս քայլերը, որոնք իրականացվում են։ Ուրեմն այդպիսի հարց երկու երկրների հարաբերություններում ոչ իրենց կողմից, ոչ մեր կողմից չկա, օրակարգում չկա եւ չի քննարկվում։ Իսկ այն ինչ որ մենք լսում ենք այդ թվում եւ արևմտյան Ադրբեջանի ուրեմն խոսույթի շրջանակներում, մենք ուղղակիորեն ընկալում ենք որպես սպառնալիք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը։ Իհարկե մենք այս մասին ադրբեջանական կողմին ասում ենք, այդքան է։ Դրանք էլ մեր դիրքորոշումը չեն կիսում, բայց ներգրավվածությունը, հայտարարությունները այս առնչությամբ ինչ բացատրություն են։ Վերջի բանը, որ ես հիշում եմ, օրինակ Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով արված հայտարարություններ են մասին, որ Թուրքիան կոչ անում եւ կարեւորում է խաղաղության պայմանագրի շուտապույտ ստորագրումը։ Ես ինչպես կարող եմ ամբողջ ասածը քիչ առաջ դա էր, հետեւաբար ես չեմ կարող վատ վերաբերմունք ունենալ այդ հայտարարության այս հարցով արևմտյան Ադրբեջանի մասին է խոսում, վերադարձի մասին, իրավունքների։ Հա, ուրեմն մենք մեկ-երկու դեպք իհարկե նայել ենք եւ եթե ես ճիշտ եմ հիշում, Թուրքիայի իշխանությունների կողմից կազմակերպված միջոցառումների մասին չէր խոսքը, մասնակցության հարց կար, բայց այս հարցերը մենք քննարկում ենք թուրքական կողմի հետ ձեզ էլի խոստացել։ Սահմանազատման հետ կապված քննարկում եք ադրբեջանցիների հետ։ Մենք բազմիցս տեսել ենք, որ ադրբեջանական կողմը ասում է, որ ըստ էության այլ Հայաստանի տարածքներ, այդ տարածքներից մենք հետ քաշուղը չենք։ Հիմա այդ քննարկումների մեջ ըմբռնում կա, որ ադրբեջանցիները այդ քննարկումների արդյունքում պետք է դուրս գան։ Հարգելի գործընկերներ, ուրեմն քաղաքական շատ հայտարարություններ են եղել երկու կողմից էլ։ Փաստ է, նա, որ կա համատեղ ուրեմն գործունեություն, երկու համապատասխան վերնագրերի երկար են պայմանականացնենք սահմանազատման հանձնաժողովների կողմից։ Այդ երկու հանձնաժողովը ստորագրել են փաստաթուղթ, այդ փաստաթուղթը անցել է ներպարտական ուրեմն ներպետական համաձայնություն եւ վավերացում մեր կողմից անցել է սահմանադրական դատարան եւ իրենք աշխատում են այդ փաստաթղթի հետ համաձայն։ Իսկ այդ փաստաթղթում գրած է, որ սահմանազատման սկզբունքը Ալմանաթայի փաստաթուղթն է եւ դրանով ենթադրվող սովետական միության պահին գոյություն ունեցող փլուզման պահին գոյություն ունեցող սահմանները։ Հիմա ով ինչ հայտարարի, չհայտարարի, իրավական գործընթացը մնում է իրավական գործընթաց։ Այդ թղթով է գնում։ Կապրենք, կաշխատենք, կապրենք, կտեսնենք, որ շատ տեսական հարցնում ենք, իսկ կարա սենց լինի, իսկ կարան այնց լինի։ Դուք հուսով եմ լրագրողները գոնե համաշխարհային լուրերին հետևում եք։ Այտենց չի, որ ամեն ինչ տրամաբանությամբ եղած կանոններով է տարբեր, բաներ են տեղ ունենում այսօր աշխարհում։ Մեր մոտ հուսով եմ եւ մեր ջանքերը դրան են ուղղված, որ տեղի կունենան կանխատեսելի տրամաբանական միջազգային իրավունքին համապատասխան ուրեմն ձևերով շնորհակալություն եմ հայտնում։